Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի ամենաթարմ նորությունները, բժիշկների մասնագիտական խորհուրդներն ու օգտակար տեղեկատվություն պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք տղամարդկանց առողջությանը, քանի որ նոյեմբերը նշանավորվում է որպես տղամարդկանց առողջության իրազեկման ամիս։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Նոյեմբերը աշխարհում հայտնի է որպես Movember, քանի որ այն ամիսն է, որը բարձրացնում է իրազեկությունը տղամարդկանց առողջության մասին։ Այն առաջին անգամ նշվել է 2003 թվականին Ավստրալիայում եւ բավական արագ տարածվել ողջ աշխարհով, ընդգրկելով տասնյակ երկրներ։ Ամսվա խորհուրդը կայանում է նրանում, որպեսզի խթանեն տղամարդկանց անձնել պարբերական եւ տարեկան ստուգումներ։ Movember-ը կենտրոնանում է 3 հիմնական ուղղությունների վրա։ Բարձրացնել իրազեկությունը շագանակագեղձի եւ ամորձու քաղցկեղի, տղամարդկանց հոգեկան առողջության եւ ինքնասպանությունների կանխարգելման եւ իրազեկման վրա։ Ցանկացած շարժում ունի իր խորհրդանիշը եւ Movember-ը բացառություն չէ։ Movember-ի խորհրդանիշը բեղերն են։ Հազարավոր տղամարդիկ ամբողջ աշխարհում այս ամսվա ընթացքում աճեցնում են բեղեր՝ ի նշան տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացման եւ հանրային ուշադրության գրավման համար։ Բացի դրանից, Movember-ը խրախուսում է նաեւ ֆիզիկական ակտիվությունը Move for Movember շարժման միջոցով։ Move for Movember-ի շրջանակում տղամարդիկ ֆիզիկական ակտիվություն են դրսևորում եւ քայլում են կամ վազում 60 կիլոմետր, ի նշան յուրաքանչյուր ժամ ինքնասպանություն գործող 60 տղամարդկանց հիշատակին։ Movember-ը մինչ օրս աջակցել է ավելի քան 1000 նախաձեռնության, որոնք միտված են բարձրացնելու իրազեկվածությունը տղամարդկանց առողջության մասին, ձևավորելու հարթակ, որտեղ մարդիկ անկեղծ եւ անկաշկանդ կզրուցեն առողջական խնդիրների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց շրջանում հանդիպող հիվանդությունները բազմաթիվ են, մենք այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք առավելապես այն խնդիրներին, որոնք կրում են ուրոլոգիական բնույթ։ MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուրն է IVF բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն, բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Շնորհակալություն բժիշկ Գրիգորյան հրավերը ընդունելու համար։ Ինչպես գիտենք, նոյեմբերը ամբողջ աշխարհում նշվում է որպես տղամարդկանց առողջության ամիս եւ հայտնի է որպես Movember։ Բայց մինչ տղամարդկանց առողջության մասին խոսելը, մինչ ուրոլոգիական խնդիրներին անդրադառնալը, որի մասնագետը դուք եք, կուզեի հարցնել, ինչու հենց բժիշկ եւ ինչու ուրոլոգիա։ Ինչու բժիշկ, շատ ծիծաղալու պատմություն է, այդքան ծիծաղալու չի ասի, ինչքան ասենց ասեմ տարակուսելի պատմություն է, շատ ակտիվ երիտասարդ եմ եղել, շատ ակտիվ դպրոցական եմ եղել, նույնիսկ չափազանց ակտիվ ու երբ որ 9-րդ դասարան էի, երկու ավագ եղբայրներս ասացին, որ այս քո բնավորությունով դու հեռու չես գնա եւ պետքա մի հատ մասնագիտություն ընտրես, որը քեզ կհանգստացնի։ Մեր թվերին այդպես մասնագիտությունները մի քիչ էին։ Եվ իմ առջև երկընտրանք դրվեց բժշկություն կամ իրավաբանություն եւ ես քանի որ շատ ակտիվ էի, իրավաբանությունը իմ համար չէր, ես որոշեցի, որ բժիշկ դառնամ։ Բժիշկ դարձել եմ այդպես։ Ուրոլոգիայի պարագայում 4-րդ կուրս էի, ոչ պակաս ակտիվ ուսանող էի եւ ուրոլոգիայի ամբիոնում իմ ակտիվությունը մի փոքր չափեր անցնում էր։ Ամբիոնի վարիչը կանչեց, ասաց, ինչ ես ուզում դառնաս, ասացի առողջապահության կազմակերպիչ, այն հույսով, որ ինձ վազը կանցնի, հանգիստ իմ համար կշարունակեմ, ասաց մենք բժշկական պալատ ենք ստեղծում, դա 2006 թիվն եմ ասում, առաջին բժշկական պալատը Հայաստանի, ասաց արի աշխատի, ստեղ կազմակերպչական եւ այլն, եւ ես գնացի, սկսեցի այնտեղ կամավորական կարգավիճակով աշխատել
Հետո, երբ որ ավարտում էի 6-րդ կուրսը, ասաց ինքը ուրոլոգ էր մասնագիտությամբ, բժշկական պալատի նախագահը այդ ժամանակվա, ասաց դարձիր ուրոլոգ, դարձա ուրոլոգ։ Իմ համար սկզբունքային էր, որ ես վիրահատական մասնագիտություն ընտրեմ, իսկ ուրոլոգիան հիմա ես հենց ռետրոսպեկտիվ որ նայում եմ, ինքը շատ բազմաֆունկցիոնալ մասնագիտություն է, ինքը համ իր մեջ պարունակում է մեծ ծավալուն վիրահատություններ, համ տեխնոլոգիապես երևի բժշկության մեջ ամենազարգացած մասնագիտություններից մեկն է, եւ թե եթե չուզենաս վիրահատես, կարող ես ինչ-որ փոքր մանիպուլյացիաներ անել, կոնսերվատիվ ուրոլոգիայով զբաղվել, մի խոսքով ոլորտները, ճյուղերը շատ են ուրոլոգիայում եւ ես չեմ փոշմանում։ Իսկ ինչով է զբաղվում, հա, ուրոլոգ, որտեղ շատ հաճախ կարծես թե մեր հասարակությունում էլ ընկալումները դեռ անորոշ են, հա, ով է ուրոլոգը, ինչով է զբաղվում։ Որ ուրոլոգը միայն տղամարդու բժիշկ չի։ Այսա ուզում եի, որ եւս մեկ անգամ շեշտեին։ Կա ճյուղ ուրոլոգիայի, որը կոչվում է անդրոլոգիա, որը որ տղամարդու բժիշկ է համարվում, որովհետև տղամարդու սեռական եւ վերարտադրողական առողջությամբ է զբաղվում։ Բայց գլոբալ ուրոլոգը զբաղվում է տղամարդու միզային եւ սեռական համակարգով, ինչպես նաեւ կնոջ միզային համակարգով եւ ինչքան էլ մարդիկ փորձեն հերքեն, կինը ունի երիկամ, կինը ունի միզապարկ եւ մարդուն բնորոշ մնացած օրգանները, որոնցով որ այսպես ասած ուրոլոգները զբաղվում են եւ այդպես դիսկրիմինացիա անել ասել, որ ուրոլոգը միայն տղամարդու բժիշկ է, այդքան էլ ճիշտ չի։ Իսկ ինչով է ձեզ պայմանավորված, որ մեր հասարակությունում կամ գուցե նաև աշխարհում ձեր փորձով էլ կիսվեք, այնուամենայնիվ մարդիկ որոշակի անհարմարություն են զգում, երբ պետք է այցելեն ուրոլոգին կամ պետք է խոսեն նույն, ասենք, միզասեռական համակարգի կամ սեռական համակարգի խնդիրների մասին։ Ամբողջ աշխարհում տղամարդը շատ դժվար է գնում բժշկի։ Դա ավելի արտահայտված է կովկասյան երկրներում, ավելի այդպես սարեցիների մոտ, ավելի մի քիչ են ժողովրդական լեզվով ասած մի քիչ ավելի վայրենի ժողովուրդների մոտ, ովքեր որ սովոր են, որ ու դաստիարակչական առումով էլ այդպես է եկած, որ տղամարդը միշտ ուժեղ է։ Տղամարդը երբեք չի հիվանդանում, ամոթ է որ լացի, ամոթ է որ հիվանդ լինի, տկար լինի եւ այլն, ու ժամանակի հետ տղամարդը սկսում է այդ բարդույթը ձևավորել, որ բա ոնց կլինի, բա ամոթ չի, ես գնամ ուրոլոգի մոտ։ Առավել ընդգծված է դա սեռական համակարգի խնդիրների պարագայում, որովհետև կովկասյան տղամարդը որպես այդպիսին շատ դեպքերում սեռական համակարգը իր մոտ ոչ թե սովորական, չգիտեմ, շնչառական համակարգ, սիրտանոթային համակարգ, այլ սեռական համակարգը գլուխ գովելու ինչ որ հարց է։ Եվ սեռական համակարգի, ասենք, որևէ հիվանդություն խոստովանելը դա դառնում է բավականին լուրջ մարտահրավեր ինքն իր համար։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ բացարձակապես ամոթ բան այդտեղ չկա, ամոթա հիվանդ լինել, ոչ թե դիմել բժշկի։ Իսկ որ ուրոլոգիական խնդիրներով են, հա, ամենաշատը դիմում թե կանայք, թե տղամարդիկ։ Դուք արդեն նշեցիք համակարգերը, բայց որոնք են ամենատարածվածը եւ որոնց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Տեսեք, դա կախված է տարիքային խմբից, օրինակ երիտասարդ տարիքում տղամարդիկ, այս վերջերս մասնավորապես ավելի շատ դիմում են անպտղության խնդրով, սեռական օրգանների տրավմաներով, դիմում են օրինակի համար ինչ-որ սեռավարակներից առաջացած բարդություններով, օրինակ միզուկի նեղացում եւ այլն, երբ միզարձակությունն է արդեն խանգարված, դա ավելի երիտասարդ տարիքին է բնորոշ, ավելի միջին տարիքում դիսֆունկցիան է, սեռական դիսֆունկցիան, այսինքն սեռական ակտ իրականացնելու անկարողությունը կամ ոչ բավարար կարողությունը, ցավոք, բայց դա համարվել է միշտ տարեցների հիվանդություն, բայց այսօր 30+ նույնիսկ 25-ից ավելի 25 անց տղամարդկանցից շատերը գալիս են նման գանգատով, իսկ դա հեչ լավ չի, որովհետև սկսենք նրանից, որ էրեկտիլ դիսֆունկցիան հանդիսանում է սրտամկանի ինֆարկտի վաղ նախանշան, այսինքն իր մոտ խնդիր կա արյունատար համակարգի հետ, եւ երկրորդը, եթե մենք նայում ենք ներկայիս երիտասարդության մեջ, մենք կարող ենք տեսնել լայն կոնքով, նեղուսերով, սենց հաստ ոտքերով, իրար կպած, հաճախ այդպիսի տղամարդկանց, որոնք որ տառապում են մետաբոլիկ համախտանիշով, անդրոգենային դեֆիցիտով, այսինքն տեստոստերոնը ցածր է, դրա փոխարեն կանացի հորմոններն են ավելի բարձր, այս խնդիրները միջին տարիքի դրանք են, իսկ արդեն ավելի տարեց մարդկանց մոտ դա միզարձակության խանգարումներն են, միզային համակարգի քաղցկեղն է, ուռուցքներն են, որոնք որ
շատ են տարածված, մասնավորապես միզապարկի քաղցկեղը, որը որ ուղիղ համեմատականացած գլանակների քանակին, շագանակագեղձի քաղցկեղը, որը որ շատ, ասենց ասեմ, թոքի քաղցկեղից հետո աշխարհի տվյալներով ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է տղամարդկանց մոտ եւ Ամերիկայում նույնիսկ տենց ասացված կա, ասում են տղամարդիկ մահանում են կամ պրոստատի քաղցկեղից, կամ պրոստատի քաղցկեղով։ Այսինքն դա այդքան տարածված հիվանդություն է եւ անհրաժեշտ է լինում դիմել բժշկի, բայց այդ ամենը կարելի է օրինակ վաղ շրջանում հայտնաբերել, ապրելիություն երաշխավորել, պացիենտին հիմնովին բուժել, եթե 30-35-ից հետո տարին մեկ անգամ յուրաքանչյուր տղամարդ զուտ պրոֆիլակտիկ այցելի իր ուրոլոգի մոտ։ Կանանց գանգատների մասին չասեցինք, դա օրինակ ցիստիտներն են, միզապարկի բորբոքումները, հիպերակտիվ միզապարկը, միզարձակման խանգարումները հաճախ ագնում միզելու, որը կարա թե բորբոքային լինի, թե նյարդային գրգիռի խախտում լինի, եւ մենք պետք է հասկանանք, որ դրանով պետք է զբաղվի կոմպետենտ մասնագետ, որովհետև շատ դեպքերում կինը գնում է տեղամասային բժշկի մոտ կամ գնում է իր գինեկոլոգի մոտ, համարելով, որ եթե գոտկատեղից ներքևը պետք է գինեկոլոգը զբաղվի, ժողովուրդ այդ մարդկանց մասնագիտականը չի ցիստիտ բուժելը, իսկ ցիստիտները կարող են այնքան բարդանալ, հասցնել ընդհուպ մինչև վիրահատական միջամտության եւ այս տարի էր Գարնանը մեր կլինիկայում հեռացվել է միզապարկ մի հատ կնոջ, ով որ 17 տարի ցիստիտ էր բուժվում տարբեր մարդկանց մոտ եւ արդեն իսկ միզապարկը ներսից ամբողջովին սպիապատված խնդրահարույց վիճակ էր, ուստի ես խնդրում եմ այդա, ես շատ ուզում եմ որ մեր ունկնդրողը հասկանա որ չի կարելի ցիստիտը թերագնահատել, ցիստիտը շատ լուրջ հիվանդություն է։ Մյուս գանգատը դա օրինակ կանանց անմիզապահությունն է, երբ տարիքի հետ կոնքի կապանները փոքր թուլանում են եւ տեղի ունենում որոշ կանացի օրգանների արտանկում, պրոլապս, այդ ժամանակ էլ են մեզ դիմում, մենք լենտով բարձրացնում ենք վերև օրգանները, պլաստիկա ենք անում եւ գանգատները, ասենք ընդամենը 1 օրում կարող են վերանալ։ Մի խոսքով կանայք էլ, տղամարդիկ էլ ցանկալի է որպեսզի լինեն տեղեկացված թե ինչ խնդիրների պարագայում պետքա դիմել ուրոլոգի եւ անհրաժեշտության դեպքում դիմեն։ Այդա է ուզում նաեւ հարցնել, կան ինչ որ նշաններ, որոնք ազդարարում են կամ վաղ ախտանշաններ են համարվում, որոնք չպետք է անտեսել։ Օրինակ արյունամիզությունը վկայում է միզային համակարգի նորագոյացության մասին։ Դե էրեկտիլ դիսֆունկցիան դա այն ախտանիշն է, որը որ այսպես ասած բոլոր տղամարդկանց մոտ է պանիկա առաջացնում, միզուղիներից արտադրության զգացողությունը, ցավը բնականաբար, դա ախտանիշներ են, որոնց ժամանակ որ պետք է դիմել բժշկի եւ ես չեմ խոսում ախտանիշների պարագայում բժշկին դիմելիության մասին, ես խոսում եմ, երբ օրինակ մարդը որևէ ախտանիշ չունի եւ տարեկան 1 անգամ այցելում է իր ուրոլոգին, ասեմ ձեզ մի հատ ուրիշ ասացվածք, որը էլի արևմտյան երկրներում է տարածված, ասում են յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ պետք է ունենա իր իրավաբանը, իր բանկիրը ու իր ուրոլոգը։ Դա եւս ասացված կա, որովհետեւ տղամարդու համար օրենքը, ֆինանսական կարողությունը եւ առողջությունը։ Այդ երեքն է, որը իր երկարակյացությունը ավելի, այսպես ասած, բարեկեցիկ է դարձնում։ Իսկ կան խնդիրներ, որոնք օրինակ հնարավոր է կանխարգելել կամ չթողնել, որ նրանք զարգանան ապրելակերպի փոփոխությամբ։ Ինչպիսի ապրելակերպ պետք է վարենք, որ օրինակ ավելի ուշ այցելեն ձեզ։ Ես կսկսեի թվարկելը առողջ ապրելակերպի այն կետերը, որոնք որ կարող են զերծ պահել, բայց եկեք ազնիվ լինենք ձեր հեռուստադիտողի հետ, մեր գործընկերների, մեր ընկերների բոլորի հետ ազնիվ լինենք։ Հնարավոր չի օրինակ առողջ սնունդ օգտագործելով եւ ֆիզիկական ակտիվություն անելով այս աղտոտված օդի մեջ վարել առողջ ապրելակերպ։ Հնարավոր չի մարդուն ստիպել 10-12 ժամ աշխատել օրվա ընթացքում այդ աշխատանքի հիգիենան խախտելով ու ասել, որ եթե դու այսօր բրոկոլի ուտես, ուրեմն դու առողջ ես։ Անկեղծ խոսենք, ամեն ինչու պետք է ունենա իր հիգիենան, իր կարգը, իր կանոնը, այսինքն եթե մենք խոսում ենք գլոբալ առողջ ապրելակերպից, ես կարող եմ փաստել, որ առողջ ապրելակերպ Հայաստանում հնարավոր չէ այս շինարարական փոշու մեջ, այս ստրեսի մեջ, այս հոգեբանական ճգնաժամի մեջ հնարավոր չէ առողջ ապրելակերպ։ Բայց ուրոլոգիական առումով օրինակ սպորտը
թե կանանց, թե տղամարդկանց պարագայում ոչ նստակյաց ապրելակերպ, օրինակ նույնիսկ ես իմ ընկերներին, ովքեր IT ոլորտում են գործունեություն ծավալում, իրենք ամբողջ օրը նստած իրենց համակարգիչների առջև, ասում եմ ժամը 1 վեր կաց 50 հատ կքանի ստարա, էլի նստի որ կոնքի արյան շրջանառությունը գոնե բարելավես։ Միանշանակ սպորտը անհրաժեշտ է, բնականաբար վնասակար սովորությունները դա ծխախոտն է, ալկոհոլի չարաշահումն է, այլ չասեմ այսօրվա իրականության մեջ տարածված թմրանյութերի տեսականին դրանք պետք է բացառել։ Ну ալկոհոլ չեմ ասում բացառել, բայց չափավոր օգտագործել։ Դա է հիմնականը։ Սպորտ, առողջ սնունդ, առողջ քուն, այսինքն մարդը պետք է գոնե 6-ից 8 ժամ օրական քնի, որպեսզի կարողանա վերականգնվել, բայց օբյեկտիվ իրականության մեջ շատ քչերն են կարողանում դա պահել, որովհետև մենք չգիտենք օրինակի համար ինչ որակի սնունդ ենք մենք օգտագործում, մենք չենք կարող դրա երաշխավորը լինել։ Դրա համար ես չեմ սիրում այդ առողջ ապրելակերպով ոնց որ պայմանավորել առողջությունը, որտեվ դա անհնար է, էլի, եթե մենք կեղծավորություն չենք անում, եթե մենք չենք ուզում ասենց թոզ փչել մարդկանց աչքերին, պետք է անկեղծ խոսենք եւ ասենք, որ դա անհնար է։ Եվ այստեղ արդեն գալիս է ձեր հորդորը, որ տարեկան 1 անգամ անցնել սկրինինգային եւ պարտադիր ինչ որ չեքափեր, որոնք կօգնեն բաղախտորոշելու կամ հաստատելու, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է եւ հաջորդ տարվան արդեն ոնց որ այո, նույնիսկ եթե այդքան էլ լավ չեղավ, վաղ շրջանում կարելի է բուժել, նույնիսկ եթե շատ լավ եղավ ու հաջորդ տարի վատ եղավ, մենք կիմանանք, որ սա 1 տարվա պատմություն ունեցող հիվանդություն է մաքսիմում, ոչ թե օրինակի համար 5-6 տարվա գանգատ է, որը որ պացիենտը չի նկատե, չի ասե, ամաչելա բարձրաձայնի եւ այլն։ Իսկ որտեղ է ուրոլոգիան իր զարգացվածությամբ Հայաստանում։ Ամենաբարձր կետում ես կարող եմ այսպես հպարտությամբ փաստել, որ հայաստանյան ուրոլոգիայում համաշխարհային մակարդակից պակասում է միայն ռոբոտիկ վիրաբուժությունը, որը համոզված եմ, որ մոտ տարիների ընթացքում դա էլ կլինի, բայց ռոբոտիկ վիրաբուժությունը դա ավելի շատ, այսպես ասեմ, զուտ տեխնոլոգիական առաջընթաց է, որտեղ այդ նույն վիրահատությունները, որոնք անում են ռոբոտով, մեզ մոտ անում են լապարասկոպիկ, անում են բաց վիրահատություն։ Մենք շատ զարգացած տեղում ենք հայաստանյան ուրոլոգիայով, ընդհանուր թե գլոբալ ուրոլոգիան դա կլինի քաղցկեղը, միզաքարային հիվանդությունը եւ այլն, եւ թե անդրոլոգիական մոտեցումները, օրինակ, չգիտեմ, Հայաստանում, օրինակ ես հիմա վերջի 2-3 տարին պահանջարկով պայմանավորված սկսել եմ տղամարդու արտաքին սեռական օրգանների պլաստիկ վիրահատություններ անել, չափերի փոփոխություն եւ այլն, այսինքն դա նույնիսկ տարածաշրջանում չեն անում։ Ռուսաստանում են սկսել անել նոր, արվում է եվրոպական տարբեր երկրներում եւ ամենաշատը արվում է Ասիայում, բայց Հայաստանում մենք արդեն դա անում ենք։ Եվ զարգացվածության առումով կարող եմ ասել, որ մեր մասնագետները, իրականում մեր ուրոլոգները ոչ մի բանով չեն զիջում միջազգային մակարդակի ուրոլոգներին, թե ձեռքի շնորհքով որպես վիրաբույժ եւ թե տեսական գիտելիքներով որպես գիտնականներ։ Ուզում նաեւ անդրադառնալ միֆերին, որովհետև մենք հաղորդման սկզբում խոսեցինք այն մասին, որ շատ հաճախ անհարմարություն են զգում, հա, ինչ որ տաբուավորված է ոլորտը կամ ընդհանրապես ուրոլոգին այցելելը։ Ինչ միֆեր կան, որոնք նաև կուզենայիք բարձրաձայնել եւ նորից կոտրել այդ միֆերը։ Անկեղծ ասեմ, առաջի ու միակ միֆը դա այն է, որ ես միշտ ուզում եմ կոտրեմ, որ ուրոլոգը տղամարդու բժիշկ չի։ Ուրոլոգը բժիշկ է, որը թե տղամարդիկ կարող են դիմել, թե կանայք կարող են դիմել։ Այլ միֆերը այնքան շատ են եւ նույնիսկ այսպես ասեմ շատ դեպքերում ժողովրդական խոսույթից եկած շրիշակի մակարդակից ցածր են այդ միֆերը, ես նույնիսկ չեմ ուզում դա բարձրաձայնեմ։ Հիմա յուրաքանչյուր մարդ իր կրթվածության աստիճանով պետք է պատասխանատվություն ստանձնի իր ընտրած բժշկի, իր դիմաց բժշկի եւ այլնի համար։ Չենք դնելու հիմա այդ ժողովրդական խոսակցությունները վերլուծենք, որպեսզի մարդկանց բան բացատրենք, էլի։ Այսինքն ամենամեծ բանը այն է միֆը, որ այնուամենայնիվ ուրոլոգին պետք է դիմեն եւ կանայք եւ կարող են դիմել, պետք չէ դիմել, կարող են դիմել։ Իսկ ինչ կասեք ամսվա խորհրդով պայմանավորված մեր հեռուստադիտողներին, հա, թե կանանց, թե տղամարդկանց։ Ճիշտ է, մենք ասում ենք, որ տարին 12 ամիս է պետք հոգալ առողջության մասին, բայց խորհրդանշական ամիսներին մենք ավելի ենք ուշադրություն դարձնում մեր առողջությանը։ Դե տեսեք, այդ ձեր նշած November ամիսը, որը որ համարվում է տղամարդու առողջության ամիս, ինքը հիմք է դրվել տղամարդու
ինքնասպանությունների, շագանակագեղձի եւ ամորձու քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման համար, այսինքն խորհուրդը որն է, որ տղամարդիկ, ովքեր որ չգիտեմ, յուրաքանչյուրը ինչ որ դեմքին, ասենք թրաշ է պահում, չգիտեմ, ինչ է պահում, բոլորը սկսում են բեխեր պահել։ Այսինքն որ հարց տան խես բեխեր պահում ինքը ասի ի պաշտպանություն այս ամսին, այսինքն ոչ թե բեխեր պահում են, որտեվ բեխերը ինչ որ արտասովոր խորհուրդ ունի, այլ բեխեր պահում են, որ այդ հարցը հնչի, որ կարողանան պատասխանեն։ Հիմա բնականաբար մենք մեր հարթակով շատ ակտիվ լայն քարոզ ենք անելու այդ Movember-ի, բայց ինչա պետք անել։ Օրինակ ամորձու քաղցկեղը դա 20-ից 50 տարեկան տղամարդկանց մոտ հանդիպող ամենահաճախ հանդիպող քաղցկեղներից մեկն է։ Այսինքն եթե տղամարդը զգում է, որ ամորձու չափերը մեծացել են, բայց ցավ չկա, այսինքն բորբոքում չկա, անհապաղ պետքա դիմել ուրոլոգի, որովհետև մեծ է հավանականությունը, որ այնտեղ ինչ որ նորագոյացություն է։ Դա պետք է իմանան երիտասարդները ավելի շատ։ Շագանակագեղձի քաղցկեղը 40 տարեկանից հետո տարեկան մեկ անգամ PSA անալիզ հանձնել եւ ուրոլոգի մոտ մոտենալը դա է կենսական կարևոր։ Իսկ տղամարդկանց ինքնասպանությունների դեմ պայքարը ես տղամարդկանց չեմ դիմում, կանանց եմ դիմում։ Դա միայն կանանցից է կախված, որովհետև կանայք կարող են տղամարդուն թե մոտիվացնել թևեր տալ, որ ինքը ճախրի, եւ թե այդ թևերը կտրեն, որ ինքը տենց կործանվի։ Ուստի հարգելի կանայք, ես խնդրում եմ սղոցը ձեռքներից հետ վայր դրեք, տղամարդկանց մի սղոցեք, գոնե այս մի ամիսը, իմ խաթր։ Ընդամենը դա կարող եմ ասել, որովհետև իրոք տղամարդու համար ամենամեծ, այսպես ասած, էմոցիոնալ խնդիրը առաջանում է, երբ ինքը իր կողակցի կողմից սատարում չի տեսնում։ Կարա աշխատանքային խնդիր ունենա, չգիտեմ, քաղաքական խնդիր ունենա, անձնական, ինչ-որ ընկերական խնդիր ունենա, բայց երբ տղամարդը վերադառնում է իր կողակցի մոտ եւ չի տեսնում համապատասխան այդ ռուսերեն ասած պատժերշկան, տղամարդու մոտ կարող է կոտրվի ամբողջ իր այդ կառուցած, այսպես ասած, իր կյանքը։ Ուստի աչալուրջ եղեք հարգելի կանայք, ուշադիր եղեք ձեր կողքի տղամարդկանց, որտեղ առանց դրա էլ տղամարդուն բժշկի տանող ուժը միշտ կինն է, երեխային մայրն է տանում, ամուսնուն կինն է տանում, պապային աղջիկն է տանում։ Այսինքն ոչ մի տղամարդ ինքնուրույն չի գնում, ինչ որ մեկը իրան տանում է բժշկի եւ այդ ուժը, որ կանանց մեջ կա, պետք չի ուղղել ընդդեմ տղամարդու, պետք է ուղղել սատարելու տղամարդուն, որտեղ մենք էլ տղամարդիկ սատարում ենք ձեզ կանանց։ Եվ կուզեի նաև որ մի փոքր խոսեք ձեր նախագծի մասին, որի մասին կարծում եմ շատ լայն հասարակությունը գուցե դեռ տեղյակ չեն, նաև մեր հեռուստադիտողը որպեսզի իմանա, ես գիտեմ Մուժիկ AM-ը, այո։ Բավական Մուժիկ AM կայքը, ինչի է կոչվում Մուժիկ AM, որտեղ տենց խոսակցականում Մուժիկ AM-ը ստացվում, ինչի հենց Մուժիկ, շատ եմ լսել այդ արտահայտությունը, ոչ թե դա նրանով է պայմանավորված, որ մենք օրինակ, չգիտեմ, որ Ռուսաստան եւ այլ ինչ-որ sense աշխարհակաղակական բանով, այլ հայաստանյան խոսակցականի մեջ, երբ որ տղամարդուն ուզում են ասել տենց մասկուլին տղամարդ է, բրուտալ տղամարդ է, Հայաստանի հասարակությունը ասում է, դե մուժիկ մարդ է։ Հենց այդ հատկանիշների, այդ խոսակցականի հիմքն էլ մենք վերցրեցինք եւ սարքեցինք Մուժիկ AM հարթակը։ Ինչ կարող են գտնել այնտեղ։ Առողջության, ընդհանուր ֆիզիկական առողջության կլինի սիրտանոթային, նյարդային, թե աղեստամոքսային համակարգ, ինֆորմացիա շատ տարբեր հիվանդությունների վերաբերյալ, որոնցով որ կիսվում են ոլորտի առաջատարները։ Կարող են գտնել շատ տեղեկատվություն սեռական առողջության, պտղաբերության վերաբերյալ։ Կարող են գտնել հոգեկան առողջության վերաբերյալ ինֆորմացիա, ոճի, ֆիթնեսի, սննդամթերքի, այսինքն այն ամենը, ինչ անհրաժեշտ է տղամարդուն, հիմա մենք աշխատում ենք պրոյեկտի ընդլայնման վրա ու այդ պրոյեկտում նաև ներառելու ենք այն զբաղմունքները, որոնք որ տղամարդուն միշտ ավելի, այսպես ասած, տղայական զբաղմունքներ են, սկսած ավտոպահեստամասերի խորհրդատվությունից եւ վերջացրած խաշի մեջ ինչքան լավաշ փրթել։ Այդ ամենը մենք փորձելու ենք ներառել դրա մեջ, իսկ առողջական կտորը մենք վերափոխում ենք եւ շուտով դուրս կգա, ձեր եթերը առաջինն է, որում որ ես ասում եմ, շուտով դուրս կգա Menergy application-ը iOS ու Android համակարգերի համար, որտեղ որ կլինեն կալկուլյատորներ, քաշը հաշվելու, բոյը հաշվելու, վարժություններ գծագրելու իր համար։ Մի խոսքով, ահագին ինտերակտիվ բաներ ենք անելու Մուժիկ AM-ով։
Ձեր նախաձեռնություններին հաջողություն եք Ձեր մաղթում, օգնությամբ միայն։ իհարկե սիրով։ Եվ մեր վերջին բլիթ հարցերը, եթե ոչ բժիշկ, ապա Իրավաբան, մասնավորապես փաստաբան։ ամենահիշվող դեպքը, որը մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում։ Երկար է, բլիթ չի լինի, պատմեմ։ Նոր մնում էի ինքնուրույն հերթապահ։ Մի հատ աղջիկ բերեցին, քար էր գցում, երիկամի բորբոքում ուներ եւ մամային ասացի, որ պետքա ստենտ տեղադրենք։ Ասաց խնդիր չկա, հեմոգլոբինը ցածր եկավ, մամային աղջկան կանչեցի, ասացի, ինչ խնդիր ունի աղջիկը, ասի, չգիտեմ, քթային արյունահոսություններ ա ունենում, արյան հետ կապված խնդիր ունի եւ այլն։ Ասաց, չէ, ասի վիրահատություն ա տարել, ասաց, չէ, ասի հեմոգլոբինը ցածր ա եկե, ասաց, բժիշկ ջան, մեջքն ա բացվել։ Ես էլ չգիտեմ, թե ինչ է նշանակում մեջքը բացվել, ասի ծածկեիք։ Երկրորդ անգամ ասեց մեջքը նա բացվել, նորից կրկնեցի, որ դե ծածկեիք, դրա համար է երիկամը բորբոքվել է։ Երրորդ անգամ որ ասեց, ես հենց պտտվեցի, հետիս հերթապահ բժիշկը հասկացել էր ինչ է կատարվում, բայց զուտ տենց չէր միջամտում եւ թողում էր ես մինչեւ վերջ խայտարակվեմ։ Եվ այդ դեպքը տենց մնացել է ու տպվել է, որ հաջորդ օրը ես իմ գինեկոլոգներին զանգեցի, ասացի, էլ ոնց են կոչում այդ ամեն ինչը, ինձ մի հատ ցանկ տվին, այո, ցանկ տվեցին, որ կարողանամ հետագայում շփվել։ Պատրաստված լինեք ամեն դեպքում։ Միանշանակ։ Ամենաանսպասելի բուժման մեթոդը, որը երբևէ առաջարկել է պացիենտը։ Երիկամի քաղցկեղի պարագայում եզան լեզվով կոմպրեսը, որը իրան խորհուրդ էր տվել իր հարևանը։ Ճիշտ է, դա կարող է հիմա ժպիտ առաջացնի, բայց դա իմ համար իրոք ցավալի դեպքերից մեկն է, որովհետև ես այդ մարդուն բացատրեցի, որ պետք է երիկամը հեռացնել, դա 2015 թիվն էր։ Մարդը ասաց 6 ամսից կգամ, կհեռացնես, ես հիմա գնում եմ եզան լեզվով կոմպրես դնեմ։ Եվ 6 ամսից եկավ տարածված քաղցկեղով, որ անիմաստ էր արդեն վիրահատել։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի մեջ։ Երեխեն չծնված անունարև շատ մի դիր։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Նախարարին իր ողջ թիմի հետ։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենայիք ամեն հիվանդանոցում լիներ։ Խելացի բժիշկներ։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկական թեմայով։ Բժշկական թեմայով մի քիչ ինքը բան կհնչի, կարող է մի քիչ այլասերում դիտվի, Գանիբալն եմ շատ սիրում, սերիալը, բայց իմ սիրելի գրքերը բժշկական ոլորտի հետ կապ չունեն, կարող եմ մի քանի գիրք զուտ ասել։ Խորհուրդ տվեք գուցե մեր հեռուստադիտողներին հետաքրքրի։ Մարիո Պյուզոյի Կնքահայրը առաջի տեղում է, Ջորջ Օրուել 1984, Ջորջ Օրուել Անասնաֆերմա եւ տենց կարող եմ շարունակել եւս 10 հատ ասել, ասենք Գայ Սվիտոնի Տրանկվիլ 12 կեսարների կյանքը, մի խոսքով։ Ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Հավատքը։ Եվ վերջում ինչ կասեիք այն մարդկանց, ովքեր դեռ մտածում են գնալ, թե ոչ ուրոլոգի մոտ։ Այսքան ասելուց հետո էլի պիտի ասեմ, միանշանակ գնալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, լիահույս եմ, որ գոնե այս ամիս տղամարդիկ եւ կանայք ինչու՞ չէ նաեւ կմոտիվացվեն եւ կանցնեն իրենց տարեկան չեքափերը եւ թող որ բոլորի մոտ լինի կամ հերքում կամ վաղախտորոշում։ Դա Աստված, տեսեք, այս հաղորդումների ամբողջական իմաստը ես տեսնում եմ նրանում, որ կարողանանք հասցնենք բնակչությանը, որ տղամարդու առողջությունը մենակ տղամարդու խնդիրը չի, տղամարդու առողջությունը պատերազմող երկրում դա պետական մակարդակի խնդիր է։ Տղամարդու առողջությունը ընտանիքում դա ամբողջ ընտանիքի խնդիրն է եւ թե կանայք, թե տղամարդիկ պետք է փորձեն պահպանեն առողջությունը, իսկ իդեալական ընտանիքներում կինը փորձում է պահպանել տղամարդու առողջությունը, իսկ տղամարդը կնոջ, ուստի համալրենք միմյանց եւ կարողանանք առողջ ընտանիքներում ապրել։ Եվ լինենք առողջ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Բժիշկ Գրիգորյան, մեր գործընկեր Թեյանը, ով արտադրում է մուսական թեյեր, ձեզ համար նվեր է պատրաստել, որպեսզի ջերմացնեն ձեր եւ ձեր կնոջ աշնանային երեկոները կամ առավոտները։ Շատ շնորհակալություն, դեպ ասեմ, որ թե ես թե կինս շատ սիրում ենք թեյեր եւ ես մեքենայում առավոտից իմ տերմոսով իմ թեյը ինձ հետ վերցնում եմ։ Թող Թեյանը եւս համալրի շարքը։ Շնորհակալ եմ։ Ձեզ անկեղծ իմ կարծիքը կասեմ հետո թեյերի մասին։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։